Եթե մենք 3 քայլ հիմա ետ ենք գնում։ Կանչեք այն մարդուն, որը մեզ կասի, որ օգնենք հաց տալ, հաց։ Եղավ, գնում ենք, դուք կանչում եք, մենք գնում ենք։ Դուք կանչեք այդ մարդուն, որ մենք խոսենք, մենք հետ ենք գնում։ Ուզում եմ ասել մի բան, ես լսել էի, որ բանտարկյալները հացադուլ են հայտարարում, եւ դա բողոք է, չէ, աշխարհում առհասարակ, բայց որ բանտարկյալներին, մարդկանց հացադուլի ենթարկեն, այսա ինձ թվում է սա նախադեպը չունեցող բան է։ Այսա կարելի է քննարկել այս հարցը։ Մի երկրում, որտեղ մարդկանց հացադուլի են ենթարկում։ Առավոտից իրիկուն հումանիզմից են խոսում։ Ավելի ճիշտ, ես չեմ զարմանում, մենք 25 տարի հաց չենք ուտում, սովորենք։ Տղաները գդիմանան ինձ թվում է։ Սոված, ժողովուրդը գդիմանան։ Իրան գդիմանան, մարդկայնություն բայց չի։ սոլիդարության խնդիր գոյություն ունի։ Բա մենք ինչ ենք կարող։ Տիկին Մնացականյան, դու գիտեք ձեզ ինչ հակադարձեն նաև ձեր գործընկերներից, որ զենք կիրառելը քաղաքական հարցեր լուծելու միջոց չէ։ Այսինքն ուզում եք ասել, որ եթե մարդը զենք է կիրառում, իրան պետքա պատժել, ասել չի կարելի, բալիկ ջան, հացից կզրկեմ։ Սա ինչ փոխհարաբերություններ են։ Ես դա չեմ հասկանում։ Հիմա տվյալ դեպքում մարդիկ դրել են իրենց հարցադրումը։ Դու վերցնում ես նրանց հաց չես տալիս դրա համար։ Ինչ ես անում, բարկացել ես, պատժում ես, ծաղրում ես, ստորացնում ես, ինչ ես անում այդ մարդ արարածի հետ։ Այս իրավիճակը վերջին օրերի Երևանում ինչպես է գնահատում եւ ինչպիսի հանգուցալուծում եք։ Հանգուցալուծում ես չեմ կարող տեսնել, բայց հասկանում եմ մի բան, որ սա կամաց կարող է դառնալ պայթյունավտանգ, եթե երկխոսություն չկայանա։ Մարդիկ պետք է իրար հետ խոսեն, լեզուն տրված են համար, որովհետեւ մենք խոսենք իրար հետ, որովհետեւ մենք հայեր ենք եւ պահում ենք մեր հողը, բոլորս ուզում ենք, որպեսզի մեր հողը մնա, իսկ հիմա ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Սա ոնց որ թատրոն լինի, ազնիվ խոսք։ Ինձ համար թատերային ներկայացման տպավորություն է թողնում։ Դու գիտեք, որ զենք է գործադրվել ներսում եւ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ կա եւ միայն այդ պայմանով են պատրաստ հանձնել։ Գիտեք ինչ, ես չեմ կարող պատասխանել։ Ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ ամեն մի պատասխան եւ իմա ամեն մի բան։ Միայն ես անընդհատ իմ ուղեղի մեջ մի բան ապտտվում, հանգարց իրար չխփեն։ Անընդհատ, ես այնքան եմ վախենում, որ կարող են այս եղբոր դեմ զենք բարձրացնի, որ ես հիմա դիմում եմ եւ խնդրում եմ պարզապես Սերժ Սարգսյանին, որ ամեն քայլ ձեռնարկի, որպեսզի արյունահեղություն չլինի։ Արյունահեղությունը միայն ինքն է պատասխանատու դրա համար, միայն, եթե եղավ։ Դուք Սերժ Սարգսյանին եք դիմում, հավանաբար տեղյակ եք ձեր գործընկերներն էլ Ժիրայր Սեֆիլյանին էին դիմել, ձեզ այդ նամակը ստորագրել առաջարկվել է։ Ոչ։ Ոչ, ինձ չի առաջարկվել, ես չէի ստորագրի դրա տակ։ Նա չէ, որ պետք է հանգուցալուծել։ Ոչ, գիտեք ինչ, երբ ընտանիքի երեխաները կռվում են, հայրն է լուծում հարցը, մեծն է լուծում, ընտանիքի անդամները չեն լուծում, ով է քո տան մեծը, նա էլ պետքա լուծի այդ հարցը, եւ եթե քո ընտանիքում ինչ-որ մի բան սխալ է, ուրեմն քո մեծը ինչ-որ սխալ բան է արել։ Դրա համար այս պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա, ես կարծում եմ ինքը խոհեմ կգտնվի եւ կլուծի այս հարցը որպես մարդ արարած, որպես հայր, որպես ամուսին, որպես պապիկ, չի ուզենա որ իր երկրում սպանություններ լինեն։